Համաշխարհային փորձագետներ նոր պաշտպանական ռազմավարություններ Հայաստանում մեկնարկել է ITU Cyber Drill Armenia 2025-ը։ Միջոցառումը միավորել է պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների և տեխնոլոգիական ոլորտի հայ և արտասահմանցի մասնագետներին ամրապնդելու գլոբալ կիբերանվտանգության միջավայրը։ Cybersecurity journey has entered a new stage. Այս նախաձեռնությունը վերածվում է դիմակայունության միջազգային հարթակի։ Ստեղծվում է գործակցություն կառավարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների միջև, ձևավորելով երկրների թվային սահմանը։ Միջոցառման նպատակն է ստեղծել համագործակցային միջավայր, որում շահագրգիռ կողմերը ձեռք կբերեն կիբերսպառնալիքները կառավարելու և պաշտպանելու համար անհրաժեշտ հմտություններ, ռեսուրսներ, կստեղծեն ռազմավարություններ։ Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց ունի կիբերանվտանգության բնագավառում, շնորհիվ այն սկզբունքների և գաղափարների, որոնք հաջողություն են բերել ոլորտի առաջատար երկրներին։ Կիբերանվտանգության ոլորտի միջազգային ամենակարևոր միջոցառումը Cyber Drill-ը անցկացվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և միջազգային հեռահաղորդակցության միության հետ համատեղ Կիբերամիս 2025 ազգային նախաձեռնության շրջանակում։ Այն կիբեր սպառնալիքները, որոնց մենք առերեսվում ենք այսօր, ավելի կատարյալ են, քան երեկ, իսկ վաղը դրանք էլ ավելի կատարյալ են լինելու, քան այսօր են։ Ինչը մի կողմից անշուշտ վախեցնող է, բայց այն տագնապը, որը առկա է, մեզ դրդում է գնալ շատ կոնկրետ հստակ քայլերի, ինչին մենք գնում ենք։ Եվ դրա ցցուն դրսևորումը հենց հատկապես վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնավոր հատվածի և մասնագիտական հատվածի համագործակցության, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ստեղծված քաղաքականություններն են, որոնք այսօր ներդրվում են։ Ազգային ժողովի վերջերս ընդունած կիբերանվտանգության մասին օրենքի և օրենսդրական այլ նախաձեռնությունների նպատակն է բարձրացնելու կառավարման արդյունավետությունը, ներդնելու պատշաճ թվային ենթակառուցվածքներ և կիբերպաշտպանական համակարգեր, ապահովելու կենսական կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը։ Կիբերանվտանգության ոլորտում Մխիթար Հայրապետյանը կարևորում է միջազգային գործակցությունը։ Երկրները ուղղակի չունեն այլևս երկընտրանք, այլընտրանք միմյանց հետ չհամագործակցելու եւ այս հարթակը չափազանց կարեւոր է, որ հենց մասնավոր հատվածի միջազգային կազմակերպությունների ու պետությունների կառավարությունների միջև ձևավորվում է յուրօրինակ մի ցանց ներդնելու եւ համատեղելու ջանքերը բոլորիս շուրջ ել ավելի կիբերպաշտպանված եւ ել ավելի կիբերանվտանգ միջավայր ձևավորելու համար։ Կիբերամիս 2025-ի շրջանակում կանցկացվեն ինտենսիվ դասընթացներ, մասնագիտական ուսուցում, իրազեկման արշավներ եւ արժանքներ, նպատակ ունենալով կիբերանվտանգության ոլորտում զարգացնել գործնական հմտությունները եւ ամրապնդել պետական մասնավոր գործակցությունը։ Բրյոն Մկրտչյան, Արամ Արությունյան, լուրեր։